Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Փետրվարի 9-ին 6:30 Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Սիրո տոն ցուցահանդեսը նվիրված Սուրբ Սարգսի եւ Տիառն Ընդառաջի տոներին։ Ցուցահանդեսը միտված է ներկայացնել արդի արվեստը գեղանկարչի ապակե նկարչության ժանրում։ Իսկ թե ով է մեր հյուրը եւ ինչպես է դա տեղի ունենալու, կպարզենք մեր գեղեցկուի հյուրի հետ, ջութակահար գեղանկարիչ Մանան Գարուկյան, լույս առավոտի։ Բարի լույս, վերջապես մենք հանդիպեցինք, այս հանդիպման մասին մենք խոսել ենք մեկ շաբաթ եւ ավել համացանցի օգնությամբ, ինչ լավ է, չէ՞, համացանցնել կա։ Թե չէ ժամանակին նամակը պետք է գրեինք, տայինք աղունիկին, աղունիկը մինչև նամակը հասցնենք։ Օրեր, տարիներ։ Դες բողոքում ենք համացանցից, չնայած եւս մեկ անգամ իջեցնենք պարոն Մարտիրոսյանի հետ մտեք, շատ հաճախ ու շատ հարցերի պատասխաններ կստանաք։ Մանան Գարուկյան ջան, ինչպես դուք եք ասել, չկա կյանք առանց պայքարի եւ անարդարությունները մեր իրականության մեջ գերազանցում են պատկերացումներին։ Դուք ձեր հայրիկի պես չհանձնվող, ուժեղ, առաջ գնացող մարդ եք։ Միթե հենց դա է հիմնական բաղադրիչը, գաղտնիքը ձեր հաջողությունների ու այս ձեռքբերումների։ Այո, գիտեք, այդպես է, կարծում եմ ոչ միայն ես, այլ նաև եղբայրս, մենք երկուսս էլ այդպես պայքարող տեսակներ ենք եւ այն է հարցը, որ հայրիկի թողած այդ եւ գենետիկ առումով եւ ոչ միայն այդ ամենը ինչ որ իրենց անցել է մեզ եւ դաստիարակությունը տարել է նրան, որ երբեք չի կարելի հարմարվողական լինել այս իրականության մեջ, որովհետեւ ինքն էլ այն տարիների ներկայացուցիչներ, որը անընդհատ պայքարի մեջ էր, թեկուզ իր արվեստանոցում իր վրցնով։ Կար պատերազմ, կար սուտ ու մութ տարիներ, երկրաշարժ, նա կարող է չէ հանձնվել, բայց չէ, նա պայքարեց իր նկարչությամբ եւ հաղթեց, ասեմ, բավականին ուժեղ մարդ էր եւ մեզ անցել է այդ ամենը։ Ես ինքս իմ մեջ զարմանում եմ երբեմն այդ ամենը, որ հայտնաբերում եմ եւ այսօրվա դրությամբ, երբ որ տեսնում ես, որ այո, կա այնպիսի իրավիճակ, որ դու պետքա իրոք չի լինի հարմարվել, դու պետքա պատրաստ լինես նետ ու աղեղով ճիշտ ժամանակին հարվածները տալու այն կետերին, որոնք ուզում ես որ փոխվեն։ Իսկ այս ամենը ինչ որ մենք այսօր պետք է խոսենք, հենց այդ կետերից մեկն է, որ ես սպասում եմ աղեղնավորի պես, երբեմ հարվածելու նշանակետին։ Հիմա այս հարցի շարունակություն կա թե չէ, դուք եթե կուզենաք շարունակություն տալ այդ հարցին, որը կոչվում էր չհարմարվելուն, հա, ես կարող եմ ասել շատ բաներ այդ թեմայի մեջ, բայց կարծում եմ, որ ավելի լավ է բերենք այսօրվա նպատակին, որովհետև ժամանակը իհարկե կարճ է, բայց մենք կտեղավորվենք։ Ես կասեմ ինչպես պետքա, որ քայլերով պետքա առաջ գնա արվեստագետը, որպեսզի ինքը ոչ թե միայն շահի, այլ ինքը հասնի նպատակի, ոչ թե դոփի տեղում։ Իսկ այսօր շատերս գիտենք, որ մեծ քանակությամբ արվեստագետներ եւ ոչ միայն լքում են հայրենիքը միայն այդ պատճառով, որ չեն կարողանում իրենց գտնել այստեղ իրենց մթնոլորտում։ Դրա համար կա նաեւ օրինակ ես կապ ունեմ այս պահի մեջ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շատ հետաքրքիր տղայի հետ Գևորգի հետ Մանուկյան եւ այլ տարբեր երկրների, որոնք ուզում են ստեղծել հարթակ եւ այդ հարթակը հենց այդ պայքարների համար է, ինտելեկտուալների հարթակ, արվեստագետների հարթակ, բայց ոչ միայն հենց այնպես խոսելու համար է դա հենց նպատակներին ծառայեցնելու համար է, որը օրինակ Գևորգը հիմա Լոս Անջելեսում դա իրականացնում է, ես շատ ուրախ եմ, որ նա այս վերջերս մենք զրուցեցինք եւ ասեց ես քո հետ կապ եմ հաստատելու, երբ մի բան զգաց։ Ողջունում ենք Գևորգին, որտեղ հարցազրույցը կդիտեինք արդյոք։ Անցնենք այդ նպատակին։ Սիրո տոնը, որը մենք որոշեցինք անել այս անգամ Նարեկացի արվեստի միությունում ինձ հարազատ մի օջախում, որը այսքան տարիներ ծառայել է բազմաթիվ արվեստագետների եւ երաժիշտ եւ նկարիչ եւ գրքի շնորհանդեսներ են այնտեղ արել եւ ինչ ասես, չգիտեմ 20 տարեկան դարավ վաղուց։ Նարեկ Հարությունյանի հետ անձամբ ծանոթ եմ եւ շատ հետաքրքիր մարդ եմ, միշտ տարբեր գաղափարներով։ Նարեկացին ինձ առաջի հարթակ տվողներից մեկն էր, որ ես 2005 թվականին մայստրո Ստեփան Շաքարյանի հետ միասին որոշեցինք իր ռետրո կվինտետը կատարել իմ Լարային Քարյակով։ Ես 2 խումբ եմ ունեցել եւ այդ առաջին այո բեմելը մեր Քարյակի եղավ հենց Նարեկացու բեմ, որովհետեւ մենք ման էինք գալիս հարթակ, որտեղ ուղղակի չունեինք միջոցներ, հա, արենդա անելու։
եւ տվեցին այնպիսի մի հնարավորություն, միայն դա չէ, նրանք ստեղծում են աֆիշը, նրանք տալիս են քեզ լուսաբանվելու մնացած հարցերը, այնքան բանով են օգնում, բարեգործաբար մնում ես ապշած, թե Հայաստանում միակ տեղն է, գիտեք, որը այդպես հասում է արվեստագետին։ Հիմա մեր նպատակն է Անահիտ Անանյան Դեմիրճյանի հետ, որը 23 տարի միջայլոց չի ապրել Հայաստանում, ԱՄՆ-ում բնակվել, նա նոր էր վերադարձել, մենք Facebook-ով ընդհանրեն ընկերներ էինք եւ ի սկզբանե ասեմ, որ պլանավորված էր անցկացնել Օլիվիա Ադամյանի հետ, բացիկը մոդելավորող շատ հետաքրքիր նկարչու հետ, բայց քանի որ նա ուներ հարցեր, որ պետք է մեկներ երկրից, մենք անցանք Անահիտին, Անահիտը շատ հետաքրքիր արվեստ ունի, նա ստեղծագործում է ստվարաթղթի վրա յուղաներկով եւ իր գործերը հենց հոգեվոր բնույթի են, նաեւ գրական ժանրում է ստեղծագործում եւ նկարում է, բայց նաեւ նա ռեժիսոր է մասնագիտությամբ, ավարտել է կինոտեխնիկումը, հին հեռուստաընկերությունների բան է, աշխատակից է, աշխատել է Հմեկում, ավարտել է Հայֆին կինոստուդիային, հա, գործող այդ ստուդիան է ավարտել որպես ռեժիսոր եւ մանկապատանեկան ծրագրերում աշխատել Հմեկի։ Ուզում ասեմ, նա այսքան տարիներ Հայաստանում չի եղել, վերադարձել է եւ հանկարծակի այսպեսի առաջարկ իմ կողմից եղավ որպես կազմակերպիչը։ Որոշեցինք, այո, միասին այսպես հետաքրքիր ներկանալ, ես իմ ապակենկարությամբ, որտեղ կան նաեւ ծաղկամաններ, բացի ափսեները, ակրիլով եմ աշխատում հիմնականում եւ ինքն էլ իր այդ յուղաներկներով։ Նպատակը ի՞նչն է։ Ասեմ, նպատակը այն է, որ նպաստենք հայ երիտասարդների գեղագիտական ճաշակի ձևավորմանը ի բարօրություն հայկական տոնացույցի հանրայնացման։ Մենք անցանք Սուրբ Սարգիսը արդեն։ Հիմա մոտենում է Տիառն Թարաչը եւ նաեւ Բարեկենդանը։ Ես ճիշտ ասած այդ Վալենտին բան այդպես չեմ անում, որովհետև մերը չի, մեր եկեղեցումն ենք հիմա, այո։ Եվ որոշեցինք այս նպատակով բացել է ցուցահանդեսը, որտեղ ոչ միայն ցուցահանդես կլինի, այլ նաև մի շատ հետաքրքիր երաժշտական մաս ունենք։ Անահիտը երգում է եւ ունի յուրահատուկ ձայն, բաս, պատկերացնեք, բաս կանացի ձայն։ Նա չգիտի որևէ նոտա։ Ես իմ պրոֆեսիոնալ տեսակով, ասենք, կարող է, չէ, ասեի, մի ստոպ, ես չեմ կարող քո հետ։ Բայց մենք որոշեցինք մի հատ իմպրովիզ անել, որը այդ օրը անակնկալ է լինելու։ Հայ հոգևոր երաժշտության 3 համար իմ կողմից կոնկրետ արդեն ընտրված եւ Անահիտի իմպրովիզացիաներն ա գնալու։ Շատ հետաքրքիր մի բան է, որը երբևէ ես սենց էքսպերիմենտ չէի արել։ Հիմա ինչի համար է այս ամենը արվում, որ երիտասարդները առավել կապվեն հայ եկեղեցու մեր եւ տոների եւ ծեսերի ամեն ինչի հետ, չնայած արդեն այդպես է, բայց տարօրինակ միջավայր է Հայաստանում հոգեվոր առումով։ Եթե թույլ եղար, դու կգնաս ուրիշ կողմ, աղաները շատ են, եթե պինդ եղար, կկպնես քո եկեղեցուն։ Դրա համար մենք այս նպատակն ենք հետապնդում։ Շատ ես Անահիտին այդ ամենից վայելում էր պարզապես ես։ Գիտեք, ցավոք սրտի, երբ որ նայեք, նկարիչը ամիսներով աշխատում, մտածում, հանձնում է իր զգացմունքները, թղթին, մտքերը, ցավոք սրտի շատերը դա չեն նկատում։ Պարզապես գալիս են տեսնում վերջին աշխատանքը, կամ կհիանան, կամ պարզապես ինձ կանցնեն գնան ու Հենրիկ Արուկյան մեկ անգամ ասել էր, որ բոլորին չէ տրված տեսնել այն սիրունը, որովհետև հիմա մենք կարող ենք նայել օրինակ հողի ցեխի մեջ, տեսնել, մեկը կարող է տեսնել հող, ցեխ, ասել դե ինչ կա, ինչ եք տեսել, բայց ուրիշ մեկը կարող է մի ֆանտաստիկ բան տեսնել։ Այդ դուք դա ձեր մտավախություն չի առաջացնում, որ միգուցե լինեն երիտասարդության մեջ հենց շատերը ովքեր որ չհասկանան, չկարողանան տեսնել այդ սիրունը։ Հերիարվեստում թե մեր ինչ-որ, դե, քանի որ մենք սիրողական տեսակին ենք պատկանում, բայց ես կարծում եմ, որ տարիներով ապրելով Հերիի հետ ես անընդհատ նրա ձեռքից սովորել եմ եւ արդեն վարպետի մոտ սովորած եմ։ Մնում է ակադեմիական կրթություն, որը պահանջում է լիքը ժամանակ, որ չունեմ ես դա։ Ինչ վերաբերվում է տեսնելուն, ամեն նկարիչ, Էմերսոնն է ասել, նախ եւ առաջ սիրող է եղել։ Այսինքն Միջև չսիրես եւ մարդուն, եւ տիեզերքը, եւ Աստծուն,
չես հասնի այդ քո ուզած բազալի արդյունքին, ինչ որ դու ուզում ես պատկերել։ Եվ ամենակարևորը այստեղ մի արտահայտություն կա, որ օրինակ Գյոթեն ասել է արտահայտման յուրօրինակությունը ամեն նկարչի, ամեն արվեստի ալֆան եւ օմեգան է։ Ինչ սիրուն է ասել մի բառով, մի նախադասությամբ։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ Հենրին իր կյանքի ընթացքում ինքը միշտ էլ աշխատել է գեղեցիկը տեսնել։ Այդ ձեր ասած, այո, ցեխին նայելով եւ ասեմ ձեզ, այն վատ տարիներին ցեխ չէ, վառարանից այն յուղը, որ կաթում էր, ինքը ստվարաթուղթը պահում էր եւ նա գոյացնում էր պատկերներ, այ հենց այդ ամենի վրա նա հետո չորացնում նկարում էր։ Ոնց է ստացվել այդ սաժան, հա, որ կաթում է եւ ինքը տարածում։ Անից գործեր է ստեղծել դրանցով, շշմելու, պտուշով աշխատել, գույներ դրել։ Ասես գրաֆիկա, տեսեք, օրիգինալ լուծում է տված էլի այդ ամենը։ Իսկ ինչից եք ոգեշնչվում դուք, ներսից թե արտաքին իրադարձություններից։ Մեր իրականության մեջ ոգեշնչվելը ֆանտաստիկայի ժանրը, եթե դու դրսում ես, ասենք, որովհետև աղմուկ, տրանսպորտ, ներվեր, հարցերը շատ է, էլի, պրոբլեմներ։ Բայց ես, երբ որ փակվում եմ իմ տան մեջ, ու լսում եմ, ասենք, Բեթհովեն, Մոցարտ, կամ ինչ-որ մի սիրուն երաժշտություն, այդտեղից գալիս է, կամ ինքս եմ նվագում, դա է ինձ թևերը տալիս։ Ու գնում է, երկուսը իրար հետ է։ Այնպես է, որ մեկը մյուսի ստեղծագործությունը չէ։ Բախը, այո, Բախի ճպումը աստուծի ամենասիրած։ Բախը եւ Հենրի եւ մեր ընտանիքի մայրս էլ բախիստ է, այսպես ասենք։ Եվ այդպես գոյացավ Նարեկացուց Բախ նախագիծը, որ ես իրականացի եւ հայրիկը ուշ երեկոներ իսկ նախագծի, այո, ամբողջ այդ ասելիքը դա մշակութային երկխոսությունն էր, որը կայացրեցինք խոսքի եւ երաժշտության միջոցով, դա մի հրաշալի պրոյեկտ է, որ պետք է շարունակել եւ ուրիշ ֆորմատով։ Ինչ վերաբերվում է Բախին, շատ կարելի է խոսել, բայց այսօրվա մեր հայ հոգեվոր երաժշտությունը ինքան հարուստ է, սկսենք Նարեկացուց, անցնենք Կոմիտասին, շատ ունենք հոգեվոր երաժշտություն, բազմազան, բազմաբնույթ, տարբեր լուծումներով եւ ես կարծում եմ, որ դրա վրա հիմնվել ինչ-որ մի նոր բան ասել, այդ ասելիքով, որ մենք այսօր սիրոտոնին ենք վերաբերում, Սուրբ Սարգիսը, բարեկենդանը եւ բոլորը իրար հետ համեմված Տիարն ընթառաջ, մենք սկսում ենք ամսի 9-ին բացումը եւ 13-ին Տիարն ընթառաջի օրը ավարտվում է ցուցահանդեսը։ Կարծում եմ երիտասարդներին սա պետք է հաստատ հետաքրքրի եւ գան տեսնեն ինչպես ենք մենք բնության կամ ասենք կենթանիների թեկուս մարդկանց միջոցով մեր ասելիքն ասում։ Անահիտի մոտ ֆանտաստիկ ուրիշ ժանր է, լրիվ ալեգորիա է, ինքը կապված տիեզերքի հետ, լրիվ ուրիշ տեղ է։ Ես էլ բնության մեջ միջով եմ գալիս, այդպես է խոսքը ասվում, բայց գիտեք ինչի բնության միջով, որովհետև երևի միակ տեղն է մեր կյանքում, որ դու իսկապես ազատ ես ու իսկապես հանգիստ ես։ Այդ խաղաղությունը այդտեղ է։ Կամ էլ արդեն մյուսի աշխարհում է։ Մենք կարծես թե քիչ առաջ միմյանց ասացինք բարի լույս, բարի առավոտ, բայց ցավոք սրտի ես այն մեր նշած 15 րոպե հավատակ, որ մոտեցավ իր ավարտին, ես վստահ եմ, որ մենք կրկին կունենանք հանդիպումներ, եւս մեկ անգամ հիշեցնենք, բայց միջև հիշեցնեմ, ես շատ արագ մի բան եմ ուզում արագ պատմել։ Հերին Գարուկյանը շատ հաճախ ձիերի էր նկարում եւ Բեյրութում մի ցուցահանդեսի ժամանակ մի կին է մոտենում իրարիկին, ասում է, «Գնացեք դուք առաջինը ձի ունեք նկարել, թե ձիավարին»։ Հայրիկը շատ կարծես լավ հումոր ունենալով ասեց, «Վրցինը տվել եմ ձիուն, նա նկարել ձիավարին»։ Հարցերը շատ են, մանոն, ես վստահ եմ, որ կրկին կունենանք հանդիպումներ։ Իսկ մեր հերոստատուղին եւս մեկ անգամ հիշեցնենք, նա մանավանդ երիտասարդությանը փետրվարի 9-ին 18:30 Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Սիրոտոն ցուցահանդեսը նվիրված Սուրբ Սարգսի եւ Տիարն ընթառաջի տոներին ցուցահանդեսը միտված է ներկայացնել արդի արվեստը, գեղանկարի, ապակենկարչության ժանրերում։ Ֆանտաստիկ է լինելու, գտեք ժամանակ, կտրվեք առօրյայից հոգսերից, գնացեք սիրո ետևից մանանիշ։ Հոգևոր սնունդ ստացեք։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Ես նույնպես ուրախ եի եւ ասեմ, որ միայն ապակի ափսեներ չեմ այս անգամ ցուցադրելու, վինիլ դիսկեր ունեմ, շարք, խաչատրյանական շարք, իր բալետներից են եւ նաեւ ծաղկամաններ, որոնք հենց սիրոտոների այդպես օրինակ Թոթովենցի բաց կապույտ մանուշակները, որ այսօր ես բերել եմ նվիրելու
ձեր սիրելի Մարինեին այս անգամ, բայց նաև ձեզ էլ ունեմ նվեր։ Վաու։ Ես արդեն գնում եմ, ասես ոնց թե միայն Մարինեն, մեր Մարինեն է։ Շնորհակալ ենք շատ։ Հարցերը շատ են, թեմաները շատ են, ձեր զրուցելը մի հաճույք է։ Ու մենք հանդիպենք շուտով։ Շնորհակալ եմ հրավերին։ Ձեզ լավ օր, Իսմեր հերոստայտողին եւս մաղթում ենք լավ օր եւ լույս առավոտի նաեւ առաքելություններից ամենամեծ առաքելությունը իմ կարծիքով մի խորհրդով, մի կարևոր բովանդակային եթերն է, հետաքրքիր տաղանդավոր մարդկանց ներկայությունը մեր կյանքում։ Սիրեք, եղեք սիրված եւ գնահատված։ Ձեզ լավ օր։